Ողջույն բոլոր մեր ընկերներին։ Ուրախ ենք ողջունել բոլոր նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում են մեր հանդիպումներին։ Պետք է ասեմ, որ մենք շատ ենք ուրախանում, երբ ստանում ենք ձեզ այն նամակներ եւ առաջարկներ։ Ուզում ենք բոլորին մի առաջարկ անել։ Քանի որ մենք անդրադառնում ենք ձեր նամակներին, որոշել ենք նաև եթերում ցույց տալ ձեր լուսանկարները կամ տեսագրությունները։ Կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, եթե ձեր հարցերն ուղարկեք տեսաձայնագրության միջոցով, որը կցուցադրվի մեր եթերում։ Այնպես որ սպասում ենք ոչ միայն ձեր նամակներին, այլև լուսանկարներին եւ տեսագրություններին։ Դե ինչ, սկսում ենք մեր այսօրվա փազլը։ Բոլորիս հրաշալի տրամադրություն։ Գնացինք։ Այնքան բարկացած եմ, պատկերացնում եք, ձմեռ պապիկին գրում եք նամակ եւ խնդրում, որ նա ձեզ բերի այն, ինչ ցանկանում եք։ Եվ գալիս է շատ սպասված ամանորի գիշերը։ Բացում ես նվերը եւ այնտեղ պտած բանանը կամ կիսոտ կերած պիցա կամ կջարդեք տոնածառը։ Կարծում եմ մոտավորապես այդպիսի մի բան։ Ճիշտ է, ամանորն արդեն վաղուց է ավարտվել, բայց այն, ինչ պատմում է մեզ ահա այս լուրջ մարդը, կարծում ենք կհետաքրքրի շատերին։ Երևի թե երեխաների մեծամասնությունը սպասում է նոր տարվան միայն այն պատճառով, որ նվեր է ստանալու, եւ դա շատ բնական է։ Իսկ ամանորին միշտ էլ ձմեռ պապը նվիրում է այն, ինչի մասին երեխան երազում է կամ խնդրում նամակի մեջ։ Բայց ահա այս երեխաներին բոլորովին այլ նվերներ են սպասվում։ Տեսնենք, թե ինչպես են ծնողները կատակել նրանց հետ։ Ինչ է դա։ Հին բանան։ Հին բանան։ Դու զարմացած ես։ Ոչ։ Ինչ ես անում։ Ուտում եմ։ Վաու։ Մարդկոց եւ սով։ Ինչ պատահեց։ Ես չեմ ուզում սող։ Ծու։ Բացիր։ Ինչ է դա։ Ես չեմ ուզում սա, աղջիկների համար է։ Ես աղջիկ չեմ։ Ես էլ տղա չեմ։ Սա ամենավատ նվերն է, որ ունեցել եմ։ Ինչ է սա։ Ինչ ես դու ինձ միշտ ասում իմ պատրաստած կերակուրների մասին։ Ես սիրում եմ դրանք։ Դե ես նորից ինչ-որ բան եմ սարքել։ Ես գնահատում եմ դա, ես զարմացած եմ, բայց ես ուրիշ բան էի սպասում։ Դու պետք է շնորհակալ լինես։ Ես շնորհակալ եմ։ Ես սիրում եմ, երբ դու որևէ բան ես պատրաստում ճաշի համար։ Ու ոչ թե սենդվիչ։ Դե բացիր դա։ Դա այն է, ինչ ուզում էիր Սուրբ Ծնունդին։ Դուք զզվելի ծնողներ եք։ Հետ վերցրեք սա։ Ուր վերցնեմ, բայց սա քոնն է։ Դե դու ինքդ էլ ուրախացիր։ Դա երջանիկ սենդվիչ է։ Դա չէր խնդրել։ Ոչ, ես խաղալիք էի խնդրել։ Ինչ կասես։ Հեռու գնա։ Ինչու։ Դուք ինձ ահավոր բան եք տվել։ Դուք հիմար ծնողներ եք։ Ես ատում եմ ձեզ։ Ես ստացա պոնի։ Հոտ դոգ։ Դուք ինձ վարդագույն պոնի եք նվիրել։ Ախր դա աղջկա համար է։ Իսկ ինչ հիմար գիր։ Սա իմ կյանքի ամենավատ Սուրբ Ծնունդն է։ Եվ այսպես ինչ դու ստացար։ Կերակուր պատրաստել գիր։ Իսկ քեզ ինչ նվեր հասավ։ Ես չգիտեմ։ Անտեսանելի վսկապ քոշան համար։ Դուք հիմար ծնողներ եք։ Ես ատում եմ ձեզ։ Ատում։ Ինչ դաժան են երբեմն ծնողները։ Հետաքրքիր է, ինչպես իրենց կպահեն, եթե ստանային նմանատիպ նվերներ։ Մի օր կարելի է նրանց հետ այդպիսի չար կատակ անել։ Զվարճալի կլինի հետևել նրանց այդ իրավիճակում։
Բայց հանկարծ չմտածեք, թե սա ձմեր պապիկի չար կատակն է։ Ոչ, այս ամենը մտածել են երեխաների չար ծնողները։ Դե իհարկե կատակ են արել։ Բոլոր երեխաները հետո ստացել են իրենց նվերները։ Եվ ծնողները մի լավ ծիծաղել են իրենց երեխաների լացի վրա։ Շատ լավ ծնողներ։ Ես էլ կուզենայի։ Եթե կարծում եք, որ պիցան միայն ուտում են, ապա շատ սխալվում եք։ Այո, այն նաև լսում են։ Այո, ականջը մոտեցնում են պիցային եւ լսում, թե ինչ հրաշալի է այն բուրում։ Ոչ, փաստորեն Էման դեռ չգիտի այդ խմբի մասին։ Ինչ խումբ։ Պիցայի մասին չենք խոսում։ Այո, այսօր խոսելու ենք մի խմբի մասին, որի անունը պիցա է։ Հա, հասկացա հումորդ։ Կարծում եմ այսօր մեզ շատ համեղ երաժշտություն է սպասում։ Может быть, я вернусь когда-нибудь. Նոր եւ միևնույն ժամանակ շատ տարբերվող պիցա երաժշտական նախագիծը հայտնվեց ռուսական շոու բիզնեսում իր նոր ու ժամանակակից ասելիքով։ Խմբի կատարումները սոուլ, փոփ, ռեգգի, փանկ եւ նույնիսկ ռեփ ոճերի յուրահատուկ մի համադրություն է։ Պիցա խմբի երգերը ներկայացվում են թեթև ու զգացմունքային տեքստերով ու հրաշալի կիթառային լայվ փոփ սաունդով։ Может быть, я вернусь когда-нибудь. Պիցա անվանումը ծնվեց ոչ հենց այնպես։ Պատմում է խմբի ղեկավար Սերգեյ Պրիկաշիկովը։ Մեր ստեղծագործություններն ամբողջությամբ բաղկացած են փոքրիկ մասնիկներից, որոնք միանում ու դառնում են ինչ-որ աննկարագրելի եւ յուրահատուկ ամբողջություն, ընդ որում շատ համեղ։ Պիցա խումբը ձևավորվել է 2009 թվականին, հիմք վերցնելով արդի փոփ երաժշտությունը։ Սակայն տղաները փորձեցին աշխատել փոքր-ինչ այլ ոճերում, համադրելով մի քանիսը։ Սերգեյը ծնվել է Ուֆա քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ Փոքր հասակում նա սկսեց կիթառ նվագել, եւ հենց այդ ժամանակից էլ երաժշտական գործիքը դարձավ նրա մտերիմ ընկերը, որի հետ մինչև այսօր սիրում է երաժշտական փորձարկումներ անել։ 14 տարեկանում Սերգեյն առաջին անգամ լսեց Vanilla Ice-ի, Onyx-ի, MC Hammer-ի երաժշտությունն ու հասկացավ, որ երաժշտությունը դարձել է իր կյանքի անբաժան մասը։ Ուֆային այսօր փոխարինում է Մոսկվան, որին զուգորդում են նոր կյանքը, նոր երաժշտական փորձարկումներն ու հիթերը։ Ճիշտն ասած, ես լսել եմ այս խմբի մասին։ Մեր դպրոցում շատերն են լսում պիցա։ Այո, այսօր շատ ու շատ պատանիներ նախընտրում են պիցա։ Ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես երաժշտություն։ Պիցա խումբը երգում է հիփ-հոփ ժանրում, խառնելով որոշակի ռեփ էլեմենտներ։ Ինչը այսօր շատ ընդունված է։ Այսօր հատկապես երիտասարդների կողմից սիրված այս խումբը շարունակ աշխատում է եւ իրականացնում հետաքրքիր գաղափարներ։ Մեր խնդիրն է զարգանալ, իրականացնել նպատակներն ու հասցնել սիրելի հանդիսատեսին մեր ասելիքը, խոստովանում է Սերգեյը։ Խմբի առաջին հիթ դարձած երգերից է Նադյան։ Երգի հիման վրա Լոս Անջելեսում տղաները նկարահանեցին տեսահոլովակ, որը մինչ այսօր ցուցադրվում է բազմաթիվ երաժշտական հեռուստաալիքներով։ Պիցա խմբի հանրահայտ երգերից են Фары, Без тебя, Один такой, Nike, Париж, Пятница։ Բայց այսօրվա հիթ շքերթների առաջատար իհարկե մնում է խմբի վերջին ստեղծագործությունը՝ Առուժիի երգը, որը YouTube կայքում ունի բավականաչափ դիտումներ։ Խումբն այսօր մեծ թվով երկրպագուներ ունի, ովքեր անհամբեր սպասում են нոր երգերի ու տեսահոլովակների։ Часто мы безотказных страсти, здрасте, меняет краски счастья раз в день. С тобой в опасность, без тебя в тень этой прекрасной песни место здесь, между моим и твоим сердцем, между баррикадой и пресней. Вместе, вместе, это ли несчастье? Но душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Так безотказных страсти прости. Холодный дождь откуда-то возник. Иди под зонт и руку возьми. Давай вернемся хотя бы до 8. Мой город стих и ноты настиг, и это час дремоты настиг. Здрасте, здрасте, это ли несчастье? Но душа летела над лужами, но
но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Прости, такое чувство, будто один. Мы незаметно оба грустим. Это твой жанр, это твой стиль. Твое оружие против моих сил. Мой город стих и ноты Насти. И это час дремоты Насти. Здрасте, здрасте, это ли несчастье? Но душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Душа летела над лужами, но не апрелем простужен был твоим смертельным оружием. Видимо, сам я себя убил. Մեր հաղորդումների ընթացքում մենք դեռ կանրադառնանք պատանիների կողմից շատ սիրված երգիչների եւ խմբերի։ Իդեպ ինքներդ կարող եք ասել, թե ում մասին եք ուզում լսել Մուզնյուզի եթերում։ Դրա համար հարկավոր է գրել մեզ puzzleshnik@tv.am։ Նաեւ այցելեք մեր Facebook-յան էջ Puzzle ընկերներ։ Երբ տեսնում ենք ձեր նամակները, շատ ենք ուրախանում։ Այնպես որ սպասում ենք ձեզ։ Լսեք, ընտրեք, փնտրեք եւ ամենակարևորը գտեք ձեր երաժշտությունը։ Ձեզ հետ էին Մանեն եւ Էման։ Ավարտվեց այսօրվա puzzle-ի թողարկումը։ Անպայման հետևեք մեր հաղորդումներին։ Իհարկե, հակառակ դեպքում ինչպես կտեսնեք աննյութերը, որոնք խնդրել եք պատմենք ձեզ։ Սիրով կարդում ենք ձեր նամակները եւ սպասում նոր նամակների։ Հիշեցնեմ, որ կարող եք մեզ գրել puzzleshnik@tv.am էլեկտրոնային հասցեով։ Ինչպես նաև այցելել մեր Facebook-յան էջ Puzzle ընկերներ։ Հաջողություն։ Մնա։